Ու հիմա գալիս է արդեն դասական քաղաքական կախարդանքը։ Այս Նարեկն ասում է երկարաժամկետ մեզ պետքա ուժեղ երկիր։ Ու հենց այդտեղ ժողովուրդը պետքա սովորի տարբերել գաղափարը լոզունգից, որովհետև ուժեղ երկիր է պետք, կարա ասի ցանկացած մարդ։ Հարցը այն է, թե ինչ է ձեր ուժի մոդելը, որն է ձեր դոկտրինը, ձեր ռազմավարությունը, ձեր ժողովրդագրական քաղաքականությունն ու ձեր հակաթուրքական զսպման համակարգը։ Չկա։ Կա ընդհանրապես սիրուն նախադասություն, պետքա ուժեղ երկիր։ Այս է նույն մակարդակն է, ոնց որ ասես պետքա լավ ապրել։ Հետո ասում է պետքա տարածաշրջանում գործոն լինենք։ Լավ, բայց ինչ գործոն։ Տնտեսական, ռազմական, թե տեխնոլոգիական, միգուցե դիվանագիտական, հետախուզական, էներգետիկ, թե քաղաքակրթական։ Մենակ չասես էլի այդ լրիվ իրար հետ, որտեվ գործոն բառը քաղաքականության մեջ ամենասիրելի մշուշային բառերից մեկն է։ Բոլորը սիրում են ասել պետքա գործոն դառնանք, բայց երբ հարցնում ես ոնց, սկսվում են ընդհանուր դատարկություններ։ Ու ամենաբոցը վերջում է, որ ասում է փոքր երկրները լավ կազմակերպվելով դառել են տարածաշրջանում խաղաղության հիմնական թելադրող։ Նարեկ խաղաղության թելադրող։ Ես հասկանում եմ, որ ամբողջ կյանքդ այս տարածաշրջանից դուրս ես ապրել ու գաղափար անգամ չունես այս տարածաշրջանի կարգ ու կանոնից։ Դրա համար էդ էլ սովորացնեմ։ Ուրեմն իմացի, որ այս տարածաշրջանում խաղաղությունը չեն թելադրում լավ պուպուշ մարդկանցով, թելադրում են ուժով։ Այս տարածաշրջանում խաղաղության իրական լեզուն ուժերի հավասարակշռությունն է։ Ու ով այսքանը չի հասկանում, ինքը վաղ թե ուշ սկսում է այդ խաղաղությունը մուրալ։ Այդ միշտ իմացի ու հիշի, որ պետությունները պահվում են ուժի կազմակերպմամբ։ Այսքանը չհասկանալուց պատճառով է, որ Արցախի հարցը վերածել եք բնակարանային ծրագրի, ազգային պայքարը վերադարձի իրավունքի կամ 0% հարկի, ուժեղ պետությունը սիրուն լոզունգի, իսկ տարածաշրջանային քաղաքականությունը մշուշոտ գործոն բառի։ Դրա համար էլ ժողովուրդը այլևս հավատ չունի քաղաքական խոսքի հանդեպ, որտեղ ժողովուրդը անգամ ենթագիտակցորեն զգում է մի բան. երբ քաղաքական միտքը կորցնում է ուժի լեզուն, այդ միտքը սկսում է խոսալ մենակ պարտության հետևանքների կառավարման մասին։